Մովսես մարգարեին Աստված ասում է. իմ զավակներին մինչև 1000 սերունդ պետք է օժնեմ, եւ ով մեղք է գործում մինչև 4-րդ սերունդ պետք է պատժվի։ Եվ մեկ ուրիշ տեղ էլ Սուրբ Գրքում ասում է, որ որդին հոր մեղքի համար չպետք է պատժվի։ 3 բառն էլ Սուրբ Գրքում ասում է մինչև 4-րդ սերունդ, Սուրբ Գրքում Տաթևացին այդպես ասում է մինչև 4-րդ սերունդ պետք է պատժեմ, մինչև 1000-րդ սերունդ պետք է օժնեմ, բայց որդին հոր մեղքի համար չպետք է պատժվի։ Ոնց հասկանանք, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Երբ որ որդին հոր ճանապարհով է գնում, այսինքն հայր ինչ որ սխալ է գործել եւ հորից սովորում է այդ սխալ գործելը, հայրը ասենք հարբեցող է, ինքն էլ հարբեցող է դառնում, հաշիշամուլը հաշշամուլա դառնում, ավազակա դառնում, հա։ Արդեն ինքը պատժվում է, ոչ թե հոր մեղքի համար, այլ հորից սովորած իր մեղքի համար։ Ոչ թե հորից ժառանգած իր մեղքի համար, այլ հորից տեսած իր մեղքի համար։ Սրանք տարբեր բաներ, ոչ թե չի ժառանգել, ուղղակի էտա տեսել, էտա սովորել եւ իր մեղքի համար է պատժվում, ոչ թե հոր մեղքի համար։ Բայց շատ ես զավակներ գիտեմ, որ վատ ընտանիքում լավ մարդիկ են դառնում, կամ լավ ընտանիքում վատ մարդիկ են դառնում, այդպես էլ է լինում, հա։ Այն օրը մի ընտանիքի մի ծնողի հետ էի խոսում, որ մանկությունից իրար հետ են մեծացել, իրար հետ մի բակում, ասում է 2 տղա երեխա ունեմ, ասում է մեկը փայլուն երեխա, սովորելու ձիրք ունի, ասում է, ու անընդհատ գնում առաջ է գնում, անընդհատ իր ուզում է սովորի նոր բաներ հայտնագործի, ասում է 2 աղբեր նույն ընտանիքում մեծացած, ասում է այն մեկը չի սովորում, նույն հորից, նույն մորից, նույն ընտանիքում մեծացած, ասում է, ես ապշում եմ, ասում է, լավ երեխա է, ասում է, նույն ուղիղ ահավոր աշխատում է, բայց չի ուզում սովորի, ասում է, փողոցն է իրան ձգում, ուզում է այդ մյուս կյանքով գնա, չգիտեմ ինչ անեմ, ասում եմ, աղոթի, այդ ոնց եղավ նույն ընտանիքում, նույն հասարակ, նույն մթնոլորտում ձևավորված, նույն հորը, նույն մորը, նույն կերակուրը կերած, ոնց եղավ այդպես, չգիտեմ, Ադամից Եվայից ծնված Կայենը Աբելին սպանեց, մենակ Աստծուն է հայտնի, այնպես որ չես կարող իմանալ, լավից վատը կլինի, թե վատից լավը կլինի, լավը վատի փոխարինը կպատժվի, դա միայն Աստծուն է հայտնի, որ մեղքի համար ով պատժվեց, որ սերունդը պատժվեց, այդ հարցերի մեջ չենք մտնում, միայն Աստծուն է հայտնի, բայց այն որ ամեն մարդ իր մեղքի համար պատժվում է, դա գիտենք։ Ամեն